հարցում։ Լսի, ինձանից ինչ ես ուզում։ Աղջկադ վերջու ձեր հարցերը ինքներդ լուծեք։ Ափսոս, որ երեխա չունես։ Դաստիարակել է լավ է ստացվում մոտդ, ուրիշների երեխեքին։ Ձենդ կտրի ու հենց հիմա դուրս կորիր իմ տնից։ Շուտ արա։ Ուր ա երեխես։ Ես քեզ ասում եմ իմ տնից դուրս արի։ Քո հետ ամեն ինչ պարզ է։ Ես հիմա ավելորդ անգամ չեմ ուզում իմ ներվերը քայքայեմ։ Դրա համար գնում եմ։ Բայց ես հետ եմ գալու։ Պարզ է։ Գնա։ Արի։ Ուր էիր։ Քո ինչ գործ։ Ուր էիր ասում եմ։ Չեմ հասկանում ինչի պետք է քեզ պատասխանեմ։ Հավաքի իրերը տուն ենք գնում, տանը կխոսենք։ Չէ։ Մարիամն ասում տուն ենք գնում։ Ասեցի չէ։ Դու գնա։ Քեզ ոչ ոք չի բռնել։ Ստեղ չեմ ուզում խոսենք Մարիամնա, հավաքվի գնում ենք տուն։ Ես քեզ չեմ ճանաչում։ Ու դու այլևս նշանակություն չունես ինձ համար։ Ինչ ես խոսում Գնա ավելի լավ է։ Մարիամնա, ամեն ինչ ես քո համար անեմ, դու հիմա ինձ այսօր նման բան ասես, հավաքի իրերը տուն ենք գնում։ Դու ինձ համար ոչ մի բան էլ չես արել։ Ոնց չեմ արել, Մարիամնա։ Ինչ որ արել ես, քեզ համար ես արել։ Լուրջ։ Հա։ Չես ամաչում, Մարիշ։ Կարելի է իմանալ մինչև երբ ես ստեղ մնալու։ Չեք ասել։ Ինչ պետք է ասեր։ Հիմա պատրաստվի, որ հանկարծ Ես պատրաստ եմ, ասա։ Այդ ինչ Մենք պետք գնում է ենք ասես։ ձեր գյուղ։ Մի հատ նորից ասա։ Մենք գնում ենք ձեր գյուղ։ Հա։ Այնտեղ որտեղ որ դու ծնվել ես։ Ապրես։ Եվ երբ ես որոշել, որ գնում ես գյուղ, կարելի է իմանալ ցնդել ես դու։ Իսկ թվում է չարժի հիշեցնել, թե երբ եմ որոշել։ Տուն ենք գնում։ Տանը կխոսենք, ասում եմ, պետք չի որ հիմա ինչ որ մեկը լսի մեր խոսակցությունը։ Բա իհարկե գյուղ կգնաս։ Գնա։ Դու գոնե տեսել ես այդ գյուղը։ Չէ, հենց էտա դրա համար եմ գնում։ Հա։ Որ հասկանամ որտեղ ես ծնվել։ Մարիշ նման տոնով իմ հետ չխոսես։ Քեզ հավաքի։ Զզվեցնում ես։ Գյուղ ես գնում։ Դու գյուղի բան չես, Մարիաննա։ Հասկացար։ Գյուղի բան չես դու։ Մոռացել ես հա մեր նպատակների մասին։ Քո նպատակների մասին։ Մեր։ Քո նպատակների մասին։ Մոռացի դրանց մասին։ Ես քեզ հետ գործ չունեմ։ Մարիշ դեռ ուշ չի։ Ամեն ինչ կարա փոխվի։ Ամեն ինչ մեր ուզածով կլինի, Մարիաննա, հավաքվի տուն ենք գնում, տանը կխոսենք։ Գնա, խնդրում եմ։ Զզվելի ես։ Ես քեզ ամեն ինչ տվել Դու ինձ ոչ մի բան Ես քեզ ամեն ինչ տվել եմ։ Ամեն ինչ արել ես քեզ համար։ Կյանքում ոչ մեկի մասին չես մտածել։ Մենակ քեզ համար լավ լինի։ Ու նույնը պապայի դեպքում։ Ես մեղավոր չեմ։ Մեղավոր ես։ Եթե դու իր հետ այդ տոնով չխոսեիր ու կյանքը չուտեիր, տնից չեր գնա։ Հա, Հետո էլ Մոսկվա չեր գնա ու հիմա ձերբակալված չլիներ։ Ես մեղք չունեմ դրանում։ Չեմ հասկանում քեզ էլ ինչա պետք։ Տատան էլ մահացավ։ Քիչ է։ Ուրախ չես։ Էլ ինչա պետք քեզ։ Հիմա ես դու աղջիկ ջան։ Մտածի ինչ ես խոսում։ Իսկ թվում է այդքանը բավական է, որ ուրախ լինես։ Իսկ հիմա գնա։ Ամեն անգամ քեզ տեսնելիս չես պատկերացնի ինչ եմ ապրում։ Մամ։ Կներես։ Բայց ես քեզ ատում եմ։ Դու գիտես այդ ինչա, երբ որ աղջիկը ատում է հարազատ մորը։ Երբ որ իր ներկայությունը զզվելի է։ Ու երբ որ ոչ մի արդարացում չկա։ Ես չեմ ուզում
քեզ վիրավորել, բայց կարծում եմ, որ դրանք շատ վեհ գաղափարներ են։ Ու ցավոք դու դրանցից հեռու ես։ Ու շատ ցավում եմ, որ ինձ էլ հեռու պահեցիր։ Ուղղակի դու երբեք չես հասկանա, թե ինչ է կատարվում այստեղ։ Կներես։ Աննա ջան, կարծում եմ արդեն հասկացար ամեն ինչ եւ պատկերացնում ես, թե ինչ է սպասում մեր ընկերությանը։ Ես շատ հպարտ եմ, որ կապ ունեմ ընկերության հետ։ Շատ։ Ուրախ եմ, աղջիկս, ուրախ եմ։ Ես վստահ եմ, որ հետո դու ավելի սերտ կապ կունենաս մեր ընկերության հետ։ Աննա, ես որոշ բաներ եմ մտածել քեզ համար եւ ուզում եի խոսենք։ Ասեք, լսում եմ։ Իրես ես առանց քեզ ասելու խոսել եմ ձեր տանտիրոջ հետ։ Այդ կնոջ։ Ոչ միայն կնոջ, ամուսնու հետ էլ։ Երկանցամբ ես չեմ խոսել, մարտավարկեցի, խոսեցին։ Նա երկը սկզբում չէր ուզում վաճառել։ Բայց իրականում դրան փորձում էր բնակարանի գինը բարձրացնել եւ վերջում համաձայնեց $30,000։ Հա, բայց պարոն Գնունի, խնդրում եմ քեզ միշտ ապիր աղջիկս։ Կարևորն այն է, որ նրանք համաձայն են։ Մենք փողի մի մասը $10,000 կտանք։ Մնացածը կձևակերպենք եւ ամեն ամիս կամաց կվճարենք։ Մյուս $10,000 կարծում եմ, որ դու պետք է գցես բանկ։ Այդ գումարը կարող է ինքն իրեն գումար աշխատել ձեզ համար։ Այսինքն դա կոչվում է դեպոզիտ։ Դու որոշ գումար ես դնում բանկում ու որոշ ժամանակ այդ գումարին ձեռք չես տալիս։ Այդ գումարը միշտ մնում է քո անունով, բայց մինչև այն ժամկետը, երբ դու որոշես հանել այդ գումարը։ Տարին 8% դերքով այն կաշխատի քո օգտին։ Այսինքն, եթե 1 տարի հետո որոշես հանել գումարը, քո հաշվին կլինի ոչ թե $10,000, այլ 10,800։ մի րոպե, իսկ ո՞նց է տենց լինում։ Գիտես, ես էլ գումարներ ունեմ բանկում, բանկը ինձ դրա համար է։ Ես քեզ կբացատրեմ, աղջիկս։ Խնդրում եմ, էլի բացատրեք, ինձ շատ հետաքրքիր է։ Զգում եմ, որ դու շատ բաներով ես հետաքրքրում։ Լավ, լսիր, ես քեզ իմ ամեն ինչ կբացատրեմ, բայց մինչ այդ ուզում եմ, որ իմանաս, դու սեպտեմբերից կաշխատես մեզ մոտ։ Կեսօրով ինչպես ուսանողներ են աշխատում։ Ես արդեն չեմ համբերում։ Երբեք մտքովից չէր անցնի, որ ես կարող եմ աշխատել։ Մայրդ էլ կաշխատի։ Ես շատ լավ ծրագիր ունեմ նրա համար, արդեն ասել եմ քեզ։ Հա, ես դեռ իրան չեմ ասել այդ մասին։ Մի լսա, դեռ շուտ է։ Շատ մեծ բարեգործական ծրագիր է, որն իրականացնում է մեր ընկերությունը, ու ես մտածում եմ, որ Ալան մեզ շատ կօգնի։ Թե եթե դուք այդպես եք մտածում։ Աշխատանքը երեխաների հետ է լինելու։ Այդ դեպքում հաստատ մայրս կկարողանա աշխատել, շատ մեծ հաճույքով։ Երեխաները մայրիկիս թուլությունն են։
Դե իմ լսիր աչքիս բացատրեմ բանկի մասին։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց անցավ, երեք, ոչինչ չես պատմում։ Շատ լավ։ Հետո կպատմեմ, որ ժամանակ չունեմ, պիտի գնամ։ Պարզա, իսկ ես այսօր ուզում եմ դուրս գամ, կարող եմ քո մոտ գամ։ Իհարկե, արի։ Ես քեզ երբեք չեմ արգելել։ Իսկ որտեղ էիր։ Մայրեսին վատ էր զգում, ամբողջ գիշեր չի քնել։ Դա նրանից է, որ երեք Արևիկը որոշեց հրավիրել մամային սրճարան։ Ինքը վաղուց դուրս չի եկի, դրանից հոգնել է։ Լսիր, Լիլիա, մայրը շատ ուրախ է, որ թորնիկի հետ դուրս է եկել տանից։ Նա շատ լավ տրամադրություն ունի։ Պարզա։ Չեմ կարծում, որ նա դրա պատճառով է վատացել։ Ու պետք չի այդպես խոսել, գիտես, դու շատ ես չարացել։ Սուրճ ուզում ես։ Չէ, խմել եմ, գնում եմ։ Լավ, ես կգամ անպայման, դու տեղում կլինես, չէ։ Դուրս չեմ գալ։ Ладно, я тебя провожу. Աննա բալես, ես նվարդի հետ դուրս եմ գալիս։ Դու չես գնալու։ Գնալու եմ, մամ ջան, մի քիչ ուշ եմ գնալու։ Դե լավ է, մի քիչ պարկի հանգստացի բալես։ Մամ, ասա։ մենք երբ ենք գյուղ գնալու կոնկրետ։ Այս արդեն չես նեղվում, որ գյուղի մասին խոսում ենք։ Չէ, չեմ նեղվում, բայց հաստատ գալու ենք, չէ՞ հետ։ Հա բալես, անպայման։ Մամ, հետդ խոսելու բան ունեմ։ Հա բալես։ Պարոն Գնունին ասաց, որ ես մեծ հնարավորություններ ունեմ։ Մամ, մենք շատ բան կարանք անենք, մենք շատ բանի կարանք հասնենք։ Գիտես ինչ եմ մտածում։ Ինչ։ Ես նույնիսկ մտածում եմ, որ մեր գյուղի տունը վերանորոգենք, որ պապան ուզում էր պես չհասցրեց։ Լավ, մի խոսքով կգաս կխոսենք։ Լավ, բալես, ես գնացի։ Այդպես, գնացի։ Լավ կպարեք ձեզ։ Փաստորեն ուշ ես գնում, հա, անգործի։ Չէ, այսօր ուղղակի մի քիչ գործ ունեմ անելու։ Հա, բա այնտեղ զգուշացրել ես։ Հա, գիտեմ։ Պարզա։ Ալո։ Արսեն։ Ան, եկել եմ։ Բա ինչ լավ է։ Ձեր բակում եմ, գիշնես։ Հա, հեսա իջնում եմ։ Դե սպասում եմ, արի։ Լավ։ Էդ մեր Արսենն է։ Հա։ Գուգ լավ է եկար, Մարիանայի հետ կմնաս մինչև գնամ գամ։ Ուր ես գնում, որ։ Իջնեմ ներքև, Արսենին տեսնեմ գամ։ Հա, ներքևում, հա։ Հա։ Լավ։ Ան, դու իջի, հիմա ես էլ կգամ։ Լավ, գնացի։